վերաբերում է տիեզերական ոլորտին, հայասած երկու նախագծի հետ կապված շատ նոր տեղեկատվություն հայտնել չեմ կարող, գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված Armsat-1 արբանյակը իր առաքելությունը ավարտեց 2025 թվականի վերջին ամիսներին և արդեն իսկ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, որ Հայաստանը նաև լրջորեն մտածում է, կառավարությունը մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին երկրի հեռավար դիտարկման տեսակի կամ տիեզերալուսանկարը հանող արբանյակ ձեռք բերելու մասին և այստեղ շատ կարևոր է ֆունկցիոնալ առումով ընդգծել, որ հայասատ տեսակի արբանյակները, որը մեզ համար բացառիկ կարևորություն ունեցող նախագիծ է և անգնահատելի արժեք ունի նախ և առաջ գիտության և հետազոտության և նորարարության իմաստով Հայաստանի ներսում սեփական կարողություններով, գիտելիքով արբանյակ նախագծելու և արտադրելու տեսանկյունից, բայց ֆունկցիոնալ առումով հասկանալի է, որ դեռևս ոլորտը պիտի զարգացման երկար ճանապարհ անցնի առավել մեծ ամբիցիաներ իր առջև դնելու համար, հետևաբար սրանք բոլորովին տարբեր ֆունկցիոնալ և խնդիրներ կատարող արբանյակներ են և այս իմաստով կարող եմ ասել, որ այդ աշխատանքներում կառավարությունը, մեր նախարարությունը իր պատրաստակամությունը հայտնել է իր օժանդակությունը ցուցաբերելու բազումքի գործընկերներին, բայց ոչ միայն նրանց։ Ինչու եմ սա ասում, որովհետև ես նաև իմ խոսքի սկզբում ընդգծեցի, որ կառավարությունը մեծ հարկային արտոնությունների փաթեթ է բերել առաջարկելու ամբողջ տնտեսությանը, գիտությանը և սրա բնականաբար կարևորագույն շահառուներից մեկն էլ պիտի լինի այն գիտահետազոտական խումբը, որը ներգրաված է լինելու օրինակ հայասած երկու արբանյակի նախագծման, արտադրման աշխատանքներում, բնականաբար դառնալով շահառու հենց այս հարկային արտոնությունների ծրագրի շահառու, այսինքն եթե կհիշեք, երբ մենք օրենքն ընդունում էինք, մենք հայտարարեցինք, որ մեզ համար R&D-ն հիմնարար կարևորության և հորիզոնական նշանակություն ունի, որովհետև մենք պատկերացնում ենք, որ տնտեսության բոլոր ճյուղերի հիմքում գիտահետազոտական աշխատանքների և մշակումների ուրեմն ուղղությամբ ներդրումը պիտի կառավարությունը գա խրախուսելու և մենք տնտեսությունը իր ողջ սպեկտրով վերցրել և ներառել ենք այս ծրագրի շրջանակում չառանձնացնելով որևէ ոլորտ։ Այս իմաստով սա նշանակում է, որ եթե տվյալ աշխատանքները, իսկ ես վստահեցնում եմ ձեզ, որ դրանք մաքուր գիտահետազոտական աշխատանքներ են և դրանք որակվելու են որպես R&D աշխատանքներ, այս և նմանատիպ այլ ուրեմն պետական աջակցության ծրագրերից բնականաբար նաև այդ ծրագիրը պոտենցիալ շահառու է լինելու, այսինքն այս իմաստով կարող եմ ասել, որ արդեն իսկ գործող աջակցության մեխանիզմները քիչ չեն և այս իմաստով ճաշացանկը մեծ է և մեր գործընկերները եթե նման զարգացնեն այդ ծրագիրը բնականաբար արդեն իսկ որոշակի ծրագրեր առկա են, որոնցից իրենք կարող են օգտվել։ Այլ հարցեր։